Տարադրամի 24/7 փոխարկում Fast բանկում։ Առաջինի եթերը շարունակում ենք հարցազրույցով, մեր հյուրն է ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան։ Ողջույն։ Երեք Սերժ Սարգսյանը շփվել է լրագրողների հետ, մի քանի ռեզոնանսային հայտարարություն է արել, պարզվել է, որ իրականում նա ոչ միայն 13-ին մեզ մի գիշերվա մեջ մցրել է մաքսային միություն, այլ հետո խնդրվել է բավականին երկար ժամանակ, որ մեզ ընդունեն ԵԱՏՄ, հենց այդպես էլ ասել է շատ մեծ գաղտնիք է բացել պարոն Սարգսյանը։ Ես հիմա չեմ ցանկանում, նույնիսկ չեմ խնդրում, որ դուք մեկնաբանեք այս հայտարարությունները, ես ուրիշ հարց կտամ ձեզ։ Ընդհանուր առմամբ այսպիսի հայտարարությունները, այսպիսի քաղաքական մտածելակերպը, եթե սա կարելի է անվանել քաղաքական մտածելակերպ, արդյոք սա չի վկայում այն մասին, որ այն, որտեղ մենք հայտնվել ենք այսօր, դա մեծ հաշվով օրինաչափ էր եւ այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ մեր երկրի ներսի իրավիճակը տասնյակ տարիների ընթացքում մեր քաղաքական մտքի սնանկությունը, բացակայությունը չէր կարող բերել այլ վերջնարդյունքի։ Խնդրեմ։ Ես երևի շատ հեռվից կամ Այնպեսի հարց է, որ պետք է հեռվից գալ, այո։ 4.5 միլիարդ տարի առաջ, երբ որ միաբջիջները ձևավորվեցին, հետո մրցակցությունը բերեց նրան, որ ավելի բարդ օրգանիզմներ սկսեցին ձևավորվել։ Մրցակցությունը։ Այո, բնական ընտրությունը եւ այդ ընտրության արդյունքում մրցակցային տեսակները, ովքեր ավելի իրավիճակին ադապտանում էին, ավելի ճկուն էին, ավելի հարմարվող էին, ավելի ուժեղ էին, կարելի ասել, իրենք կարողացան էվոլյուցիոն այդ մրցապայքարի մեջ դառնալ այն ինչ կան եւ ըստ էության մարդն էլ դրա հետևանք է, հա, բայց պետքա հաշվի առնել, որ մարդը այդ մի բջիջից բարդ օրգանիզմ դարձածը չի միայն սոցիալական էակա եւ այդ էվոլյուցիոն պայքարը ըստ էության շարունակվեց սոցիումների մեջ, այսինքն սկզբից ինչ որ ընտանիքներ էին, հա, ենթադրենք շատ հին մարդկանց, հետո ցեղեր, տոհմեր, չգիտեմ, ժողովուրդներ եւ ըստ որոշ հատկանիշների գենետիկ նաեւ իհարկե եւ նաեւ մշակութային առանձնահատկություններից ելնելով այդ մրցակցության մեջ որոշ տեսակներ, այսպես ասած, մարդկային տեսակներ, իրենք ինչ որ կայսրություններ կառուցեցին, որոշները հաջողեցին, տապալվեցին, այսինքն էվոլյուցիան շարունակվում է եւ մենք այդ էվոլյուցիոն շղթայի մեջ փոքրիկ օղակ ենք որպես ժողովուրդ։ Հիմա տրամաբանական է այն ինչ կատարվում է մեզ հետ, այո, դա էվոլյուցիայի պատմական տարբեր հանգամանքների, մեր գենետիկայի, մեր հարևանների, մեր կլիմայի, մեր աշխարհագրական դիրքի եւ այլնի համատեքստում շատ օրինաչափ է, որ մեր հետ կատարվում է այն, ինչ կատարվում է։ Այսինքն, բայց ինչ է կատարվում։ Ըստ էության, այս վերջի 200 տարում, հա, մինչև այդ ինչ է կատարվել, շատ էլի չգնանք, հեռվից գանք, վերջի 200 տարում մենք մեզանից ավելի քաղաքական հասունության բարձր աստիճան գոնե այդ ժամանակվա համար ունեցող ինչ որ մի ցեղ կամ ժողովուրդ, որը իրեն հռչակել է ռուս, այս տարածքը գաղութացրել է, այդ ժամանակ շատերն են շատ տարածքներ գաղութացրել, աշխարհի կեսը Անգլիայի գաղութներն էին, մյուս կեսը Ֆրանսիայի գաղութներն էին, հիմա ռուսներն էլ գաղութացրել էին Կովկասը։ Ուղղակի տարբերությունը այն է, որ ինչ որ չափով նախքին, այսինքն արևմտյան երկրները գաղութատիրական էքսպանսիան վերափոխեցին տնտեսականի, քաղաքականի, ֆինանսականի, Ռուսաստանը շարունակում է իր չոր ու բռի այդ կոպիտ քաղաքականությամբ ուժի եւ ճնշումների միջոցով, սպառնալիքների եւ այդ 200 տարի առաջվա հրելու միջոցով, այսինքն այն ինչ որ իրենց ավանդաբար ժառանգվել է որպես քաղաքական մշակույթ մեթոդներ, այդ մեթոդները կիրառելով փորձում է 21-րդ դարում հարց լուծել եւ իր գաղութները վերադարձնել իր պատկերացման արդարությունը վերականգնելու համար։ Մենք այդ իրավիճակում երկու
ընտրություն ունենք, հա։ Մի դեպքում համարել, որ մենք այդ ռուս կոչված ժողովրդի կամ այդ ժողովրդի ազդեցության տիրապետության տակ գտնվող տարածքում որպես ռեսուրս պետքա շարունակենք գոյատևել, հա, այդտեղ։ Այն ինչ արել ենք վերջի մի քանի տասնամյակում։ Այո, եւ ինչի կողմնակիցն է ըստ էության Սերժ Սարգսյանը, որովհետեւ նաեւ պետքա հաշվի առնել, որ նա Կոպիրկին էր, հա, այդ բանը։ Դեսպանը ասել էր, որով մեր հետ չի մեր դեմա։ Կոպիրկին ինչ անում է, լավ է անում։ Կոպիրկինը դրանք մի կողմ լավ է անում։ Չէ, նկատի ունեմ Ռուսաստանի քաղաքականությունը այդպեսին է։ Դուք կամ մեր հետ եք, կամ մեր դեմ եք։ Սերժ Սարգսյանն էլ ասում է, դե մենք լինենք իրանց հետ, որովհետև գուցե ուղիղ վտանգներ կան Ռուսաստանի հետ կապված, օրինակ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Չինաստանի տեսակետից եւ միանալով Ռուսաստանին մենք կգրենք այդ վտանգների հետևանքները կամ այդ հնարավոր ռիսկերը, բայց այդ ռիսկերը ուղիղ մեզ չեն սպառնում եւ մենք ռուսներին պետք ենք այս տարածաշրջանում, որպեսզի ինքը կարողանա բալանսը պահել, որովհետեւ ինչպես 200 տարի պահել է եւ մենք այդ դերը ստանձնենք Կովկասում եւ ծնենք, ուղարկենք Ռուսաստան, Խոպան այնտեղ բազմանա եւ այլն, այսինքն որպես ռեսուրս շարունակենք գոյատևել առանց ինքնության, առանց մեր կյանք, առանց ինքնասիրության եւ առանց ամեն ինչի, չգիտեմ։ Ինչ պետք է անի արժանապատվություն ունեցող ժողովուրդը կամ ինչ են անում այն ժողովուրդները, որոնք կարողանում են այդ էվոլյուցիոն մրցապայքարում հաջողել, հա։ Իրենք փորձում են այդ իրավիճակները, ցանկացած իրավիճակ օգտագործել ի նպաստ իրենց, բայց դա անելու համար այդ ժողովուրդները պետք է նախ եւ առաջ ձեռք բերեն ինքնիշխանություն, այսինքն իրանց վերաբերյալ որոշումները կայացնեն իրենք։ Մեկ եւ երկրորդը իրենք չկայացնեն որոշումներ, որոնք հակասում են իրենց ամբողջության, տվյալ դեպքում մենք ասում ենք դա պետական շահին, այսինքն այդ ժողովրդի այն քաղաքական շահին, որը հետապնդում է։ Անում ենք մենք դա ցավոք սրտի ոչ։ Եվ դա էլ նաև խոսում է այն օրինաչափության մասին, որի բերումով մենք այսօր այս վիճակում ենք։ Ինձ գիտեք ինչ հարցն է տանջում եւ խոզում ամենաշատը, ես ուզում եմ հասկանալ այս մարդկանց մտածելակերպը։ Իրոք այդպիսին է։ Թե նրանք ուղղակի այդ պահին երկերեսանիություն են անում ու իրոք մտածում են ուրիշ բան, բայց խոսում են այլ բան, որովհետև սա քաղաքական կոնյունկտուրայից է բխում։ Ես ամբողջ կյանքս հիշելու եմ, չեմ կարող դա մոռանալ, Կարկարուն հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մհեր Սեթրակյանը, որը падգամավոր էր։ Միջանցքում լրագրողներին հետևել միտքը ասաց. «Ինչ եք ուզում»։ Շարունակում եմ հիմա ձեր միտքը, հա։ Ռուսաստանի հետ վատ է, լավ է, էլի հանգիստ մեզ համար ապրում ենք իրանց տակ։ Հիմա իրանք չլեն, թուրքը գա, լավ կլինի, ավելի լավ կլինի, լավ է, էլի մեր տեղը մեր համար հանգիստ լրված ենք։ Հա, դե։ Հիմա այստեղ կա մի հատ շատ լուրջ խնդիր։ Ես հավատում եմ, որ նրանք իրոք այդպես են մտածում, ես համամիտ եմ դες հետ։ Բայց այդ բալանսը, որի մասին դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանը այդպես մտածում է, որ Ռուսաստանը այստեղ նպատակ ունի բալանս պահել, այստեղ շատ լուրջ խնդիր կա։ Ռուսաստանը այդ նպատակը արդեն չունի։ Հիմա չունի։ Հա, չունի հիմա։ Բայց ինքը ունեցել է։ Ունեցել է ժամանակի 10 տարի առաջ, ունեցել է 15 տարի առաջ։ Հիմա չունի այդ նպատակը։ Ռուսաստանը մեկ նպատակ ունի՝ մեզ վաճառել։ Վաճառքի առարկա է դիտարկում։ Չէ, ես համաձայն չեմ։ Դե համաձայն չեմ այդ առումով, այսինքն ինքը ինչի է հանել վաճառքի, որովհետև այլևս կա գիտակցում, իրենց վերլուծում են թե չեն վերլուծում, բայց երևի հասկացել են, որ հայ ժողովրդին այլևս այդ մեթոդներով պահելը անհնար է, եթե ոչ շատ դժվար, եւ եթե օրինակ չգիտեմ, ես գյուղում եմ մեծացել, մենք տենց մի կով ունեինք, որը չէր ենթարկվում, հա, ուրիշի բոստաններն էր անընդհատ մտնում, անհնազանդ էր, այսպես ասած։ Մենք կամ պետքա մորթեինք եւ էժան վաճառեինք, կամ որպես կով վաճառեինք ավելի թանկ։ Հիմա ինքը փորձում է որպես կով վաճառել, եթե չստացվի կփորձի մորթել մորթած վաճառել։ Արդեն փորձել է։ Ամենայնիվ մեզ ձեռնտու չէ մորթած լինել կամ վաճառված լինել։ Նամանավանդ հաշվի առնելով, որ մեզ վաճառել են ոչ թե լավ տիրոջ են վաճառելու, հա, ես ներողություն եմ խնդրում քաղաքական ցինիզմի համար, քաղաքականությունը շատ ցինիկ կատեգորիա է ընդհանրապես։
Վաճառելու են Թուրքին, որ շատ պատտեր է։ Ոչ, չեն վաճառելու Թուրքին։ Բա ինչ են անում։ Այդտեղ այդ այլ Արևմուտքին երբեք չեն վաճառելու մեզ, երբեք։ Մենք չենք կարող իմանալ։ Ինչու չենք կարող իմանալ։ Որովհետև գնորդը կովից անկախ է ձևավորվում, հա, այսինքն երբ որ դու ինքնուրույն Եթե կովը եւ չի խոսում եւ ձայնի իրավունք չունի, միանշանակ այո։ Եթե դու չունես սեփական կամք, գիտակցում, սեփական եսի գիտակցում, ինքնություն, դու որպես ամբողջություն չկաս, գոյություն չունես, ժողովուրդ ես, ազգ չես, հետեւաբար այսինքն դու քաղաքական այն հասունությունը չունես, որ քո կյանքի վերաբերյալ ի վիճակի լինես որոշումներ կայացնելու, հետեւաբար քեզ վաճառելու են եւ դա կախված չի լինելու քո կամքից, թե ում կվաճառեն։ Այլ հարցը, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ գործը դրան չհասնի, բայց մենք խոսում ենք դրա մասին, թե ինչ է ուզում Ռուսաստանը եւ մենք խոսում ենք Ռուսաստանի պատկերացումների մասին։ Տրամաբանական է եւ շատ ինձ համար ակնհայտ, որ մենք կով չենք եւ մենք դրսեւորել ենք ոչ թե անհնազանդություն կովին հատուկ չգիտակցված, այլ մենք ազատության համար կռիվ ենք տվել։ 30 տարի մենք անցել ենք էվոլյուցիոն փուլ, դարձյալ քաղաքական էվոլյուցիայի փուլ, ցեղից դարձել ենք ժողովուրդ։ Հիմա դառնանք ազգ։ Այո, հիմա հասկանում են ռուսները, գոնե քաղաքական էլիտան իրանց, որ այս ժողովրդին ենթարկել այլևս լինելու է շատ դժվար, հաշվի առնելով տեխնոլոգիաները, տեղեկատվական ազատությունը, մարդկանց ազատությունը, մարդկանց շփումները, դրա համար ուզում են մեզ վաճառել։ Այո, դրա համար ոչ թե ուզում են գոնե վաճառեն, քանի որ կորցնում են այսպես թե այնպես Իրանք հիմա փորձում են վաճառել, արևմուտքն ասում է, չէ, չես վաճառելու, օրինակ, հա, այդ մարդիկ պետքա իրավունք ունենան մեր արժե համակարգում, որտեղ իրանք այդպես են ուզում, արժանապատիվ կյանքով ապրել։ Ինչքան թե եւ ոնց դա այլ հարց է։ Պարոն Միսկյան, ես ձեր հետ կհամաձայնվեի, եթե չլիներ 1 բայց։ Այո։ Արցախի օրինակը։ Մեր Արցախի հայրենակիցները 100%-ով մեծ հաշվով, հա, պրոռուսական հասարակություն էին։ Իրենց վաճառեցին։ Հա, նրանք անհնազանդ չէին։ Պուտինի նկարները, տորտերը։ Իրենք էլ հնազանդ էին։ Հնազանդ էին, ինչու վաճառեցին։ Բայց որովհետև թանկին տվող կար հանձինս Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Հա, բայց ամբողջ խնդիրը որն է, որ Արցախը ինքը ամբողջությամբ իր քաղաքական էլիտայով ենթարկվում է ռուսական քաղաքականությանը։ Եվ ռուսները այնտեղ արեցին այնպես, որ մաքսիմալ թանկ վաճառեն։ Բայց Հայաստանին վաճառելու համար նախ իշխանությունա պետք Հայաստանի վրա։ Ահա ինչու է տևական, այսինքն լիարժեք իշխանություն։ Հիմա ինչ որ լծակներ իհարկե կան եւ միշտ կլինեն, անկախ ամեն ինչից, թե Ռուսաստանը ինչպիսին կլինի, լծակներ, որտեղ մեր հարևանների հետ, Վրաստանի հետ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը այդքան հեշտ ու այդքան արագ չի թուլանա, բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանի վրա այն նույն լծակները եւ նույն ազդեցությունը չունի Ռուսաստանը, ինչ որ ունի Արցախի վրա։ Եվ իդեմը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ մյուսների ինքը ընդհանրապես փողոցային այդ խժդժություններ եւ այլն հրահրում էին մեզ զրկելու այն փոքրիկ ինքնիշխանության բաղադրիչից, որը մենք ձեռք ենք բերել 18 թվականին, թեկուզ ամենավատ մեր պատմության մեջ, բայց Հայաստանամետ իշխանություն, թեկուզ եւ առանց պատկերացումների ինչ ասել է Հայաստանամետ, բայց միևնույնն է Հայաստանի ինքնիշխանության համար կանգնած իշխանություն։ Իրենք դա ընկալում են որպես սպառնալիք, ավելի ճիշտ ոչ թե սպառնալիք, այլ խոչընդոտ թանկ վաճառելու համար։ Եվ առաջի հերթին ուզում են այդ խոչընդոտը վերացնեն։ Եթե խոչընդոտը վերացնեին, դեռ հարց է կվաճառեին, թե չէ, որովհետև այդ վաճառքի գինը կարող արժանար նաև Վրաստանի կորուստը, իսկ Հայաստանը իրենց իշխանության տակ վերցնելով Ադրբեջանն ու Վրաստանը ուղիղ կախման մեջ կմնային Ռուսաստանից, գուցեև չվաճառեին, այդ իրենց երազած երկիրը լիներ։ Մենք Ռուսաստանի խորը ներսում միտեղ տենց տեղավորվեինք։ Վաճառել կովին, որը թույլ չի տալիս, որ իրեն կթել, շատ պրոբլեմատիկ է եւ դժվար է վաճառել այն գնով, որոնք ուզում է վաճառել վաճառողը։ Մենք ասում ենք, եթե դա կով է,
Եթե կովը այնուամենայնիվ կվաճառեն, բայց մեզ Ռուսաստանում դիտարկում են որպես կով։ Դե իհարկե, հա, իրենք պատրանքներ չունենանք։ Ну, սենց ասեմ, իրենք միշտ են դիտարկել մեզ որպես կով, որովհետև մենք միշտ ռեսուրս ենք եղել, մեզ կթել են։ Որովհետև մենք ունեցել ենք էլիտա, որի մասին ես խոսում էի առաջի հարցը տալուց։ Ես համաձայն չեմ, որ մենք էլիտա ունեցել ենք։ Հա, իհարկե, մենք ունեցել ենք էլիտայի ոնց ասեմ, կապկում։ Այսինքն այն էլիտան, որ պիտի ծառայեր այս ժողովրդին, ինքը ուղղակի ստրուկ կա եղել, ну ոնց ասեմ, որ եւ ծառայում էր ոչ թե ժողովրդին, այլ ազգերին։ Իրենք դրածոներ էին, իրենք էլիտա անվանելը մեղք է, իրենք ծառայում են իրենց տերերին։ Ну, ես փորձում եմ քաղաքական այդ կոռեկտության սահմաններից դուրս չգալ, միշտ չի որ ստացվում է, բայց այնուամենայնիվ ոչինչ չի կաշկանդում, ես ասեմ, որ իրենք ծառայում էին իրենց տերերին։ Եվ դրանով իսկ այդ դուք ասացիք համաձայն չեք բալանսի հետ կապված։ 200 տարի այդ բալանսը պահել են հայերի միջոցով եւ դա մեզ արժեցել է 1.5 միլիոն կյանք։ Շատ Եղերնի ժամանակ։ Բա մենք նաև մնացածը չենք հաշվում։ Բա երկրորդ համաշխարհային ժամանակ 300,000 եւ տարբեր 20-30,000 Ղարաբաղյան պատերազմ, ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմներ, բայց մենք միշտ վճարողի դերում ենք եղել։ Մենք ռեսուրս ենք եղել եւ շարունակում էինք լինել ռեսուրս, ուղղակի հիմա եթե ինքը կարողանա այդ ազդեցությունը իր վերականգնել որպես բալանս օգտագործելու էլի կօգտագործի։ Ուղղակի հիմա ի վիճակի չի, թե իր վարած քաղաքականության բերումով, թե մեր ժողովրդի մեջ սեփական արժանապատվության, գիտակցության բարձրացումով, թե քաղաքական հասունության բարձրացումով, դրանց բերումներով ինքը հասկանում է, որ այս ժողովրդին այլևս որպես բալանս օգտագործել հնարավոր չի, փորձելու է վաճառել, բայց մեր ուժը կամ մեր զորությունը հենց պիտի կայանա նրանում, որ մենք կարողանանք ինքնորոշվել եւ ընտրել այն ճանապարհը, որը մեզ է անհրաժեշտ եւ որը մեր շահերից, մեր արժեքներից է բխում, ոչ թե այն ճանապարհը, որը առաջարկում է Սերժ Սարգսյանը, տեղավորվել Պուտինի համապատասխան տեղում։ Շատ ճիշտ նկատառումներ արեցիք, պարոն Միսկարյան։ 24-ից ձեր սպասելիքները հաշվի առնելով այս կոնստանտաները, որը մենք այսօր արեցինք մեր զրույցի ժամանակ, 24-ից ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ, արդյոք մեր հասարակությունը գիտակցում է այս ամենը, ինչի մասին դուք ասեցիք, ինչի մասին մենք խոսեցինք եւ արդյոք այդ ճանապարհը նշмарվում է արդեն։ Մի հատ ուրիշ անեկդոտ հիշեցի, որ ասում է այդ որ արչուտի երկու ճանապարհ կա։ Հիմա մենք միշտ ունենք երկու ճանապարհ, այսինքն եթե ունենք, բայց այսօր երկու ճանապարհ։ Այո, միշտ։ Մեկ թվում արդեն մեկն է մնացել, երկրորդը չկա։ Որով մեզ թույլ չէ տալիս, որ մենք տեսնենք այդ ճանապարհները մեծ հաշվով կամ ընդհանրապես ճանապարհների մասին խոսակցություն էլ չկա, հա, բայց միշտ կա երկու ճանապարհ, նույնիսկ եթե արջը ուտի։ Եթե մենք պետքա որոշենք ուր ենք մենք ուզում գնանք։ Առանց դրա, առանց մեր ամբողջության որոշում կայացնելու, հիմա կասենք, որ հա դե որոշել ենք կամ այդ ոնց պետքա որոշենք, հո հանրաքվե չենք անելու եւ այլն, չէ, բայց դրա կարիք չկա։ Այն մարդիկ, ովքեր որ գիտեն ուր են ուզում գնան, իրենք միավորվելու են այսպես թե այնպես։ Այլ հարց է թե ինչպես պետքա գնալ այդ ուրը եւ ովքեր են այդ մարդիկ, ովքեր պետքա միավորվեն։ Քանի որ դա շատ բարդ հարց է, ես ընդհանրապես նոր տարվա շեմին առաջարկում եմ մարդկանց ինքնորոշվել երկու կարևոր հարցի շուրջ, հա։ Ինչ արժեքներ են դավանում իրենք, այսինքն իրենց համար արդյոք արժեք է ազատությունը եւ արդարությունը։ Եթե մարդը պատասխանում է ոչ, ուրեմն պետք է իմանա, որ ինքը քիչ է ուսումնասիրել այդ հարցը եւ կարիք ունի շատ կարդալու եւ շատ լսելու այդ խնդիրների շուրջ ազատության եւ արդարության։ Եթե մարդը մտածում է, որ դրանք կեղծ թեզեր են, կեղծ գաղափարներ են, ուրեմն ինքը էլի աճելու տեղ ունի, այսինքն որևէ կարգի վերաբերմունք բացասական ազատության եւ արդարության նկատմամբ խոսում է այդ մարդու թերի
կրթվածության կամ ցածր գիտակցության, ցածր ինքնագիտակցության, ցածր ինքնագնահատականի մասին։ Այն մարդիկ, ովքեր որ ազատությունը բարձր են գնահատում եւ արդարությունը բարձր են գնահատում, իրանք պետքա գտնեն իրար, այլ կերպ քան իրար գտնել եւ համագործակցելով մենք դժվար կլինի մեր կողմից բեկում մտցնել դժվար կլինի, բայց երբ մենք կարողացանք իրար գտնել, մենք գտանք իրար գտնելու ձևը, մենք շատ արագ առաջ ենք գնալու։ Ես հույս ունեմ, որ 24 թվականը այդ իրար գտնելու տարին կլինի, մենք կարողանանք ազատասերներով, արժանապատիվ կյանքով ապրելու ձգտում ունեցող հայերով եւ հայաստանցիներով համախմբվել եւ հարթել այն ճանապարհը, որը մեզ կտանի զարգացման, արժանապատիվ կյանքով ապրելու մեր իրավունքը իրացնելու։ Ինձ մնում է պարոն Միսկարյան միայն միանալ ձեր տեսլականին, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը, մենք շարունակենք մեր եթերը կարճ դադարից հետո։